Աստվածաշնչից մի հատված ընթերցեմ, վերջում ձեզ հարց կտամ։ Կարդում ենք Հովհաննես առաքյալի ավետարանից 9-րդ գլուխ 1-ից 3-րդ խոսքերը։ Մինչ Հիսուսը անցնում էր, ի ծնեկույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռաբբի, ով է մեղանչել, որ նա կույր է ծնվել, նա, թե նրա ծնողները»։ Հիսուսը պատասխանեց. «Ոչ նա է մեղանչել, ոչ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան»։ Հարցը հետևյալն է. արդյոք Աստված անարդար էր, որ տվյալ մարդուն կույր էր ստեղծել։ Մենք մեր սահմանափակ մարդկային ուղեղով կարող ենք նաև մտածել հետևյալը. դե սխալ է էլի տվյալ մարդուն կույր ստեղծի, անցնի տարիներ, այդ մարդը կյանքը նորմալ չտեսնի, բայց վերջում գա մի պահ, որ մարդկանց ապացուցելու համար Տերը այդ մարդու աչքերը բացեց, տեսողություն տվեց։ Հարցս նորից կկրկնեմ. արդյոք Աստված անարդար վարվեց տվյալ մարդուն կույր ստեղծելով։ Եթե այո, կխնդրեմ միայն ու միայն աստվածաշնչյան համարներով հիմնավորեք։ Եթե ոչ, կխնդրեմ նորից աստվածաշնչյան համարներով հիմնավորեք։ Այսքանը, լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։